Անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի գործունեությանը Լավրովը նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները շարունակում են Հայաստանին համարել կազմակերպության լիիրավ անդամ, սակայն այս կարգավիճակը ենթադրում է կազմակերպության շրջանակներում բոլոր պարտավորությունների կատարում, այդ թվում անդամավճարների մասով։ Վերջերս Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարեց, որ շուտով ստիպված կլինեն ընտրություն կատարել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև։ Նա նշեց, որ շուտով ստիպված կլինեն վերջնական որոշում կայացնել ՀԱՊԿ-ի վերաբերյալ։ Մենք որևէ ճնշում չենք գործադրում Հայաստանի Հանրապետության իշխող շրջանակների վրա։ Կսպասենք այս բոլոր հարցերի շուրջ պարզաբանումների, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ եթե Հայաստանը հրաժարվի իր դաշնակիցներից, իր ամենամոտ գործընկերներից, իր հարևաններից, սա դժվար թե օգուտ բերի հայ ժողովրդին։ Միևնույն ժամանակ նա նշել է, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի մասնակիցներն ի գիտություն են ընդունել, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կրկին հրաժարվել է մասնակցել այս միջոցառմանը։